Չնայած Հայաստանի տնտեսությունում չինաստանյան ներդրումներն աննշան են, սակայն մի շարք գործոններ ճանապարհ են հարթում Հայաստանում չինաստանյան նոր մակարդակի, այդ թվում տնտեսական ներկայության հաստատման համար։ Չինական ընկերությունները լրջորեն ներգրավված են հայաստանյան առանցքային, ենթակառուցվածքային նախագծերում։ Զուգահեռաբար, հատկապես նախորդ տարիներին, նկատելիորեն աճել է չինաստանյան բրենդների ներկայացվածությունը Հայաստանում և գործընթացը կանգ չի առնում։ Վերջապես երկու երկրների միջև ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ, որոնցից կենտրոնականն այս օգոստոսին ստորագրված ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրն է, իսկ Պեկինն էլ հետևողականորեն ու շոշափելի ներդրումներ է կատարում հայաստանյան հումանիտար ոլորտում։ Պատմականորեն չինական ներդրումները Հայաստանում մեծ ծավալ չեն ունեցել, հիմնականում էպիզոդիկ բնույթ են կրել, սակայն վերջին տարիներին որոշակի հետաքրքրություն ենք նկատում, հատկապես ենթակառուցվածքային նախագծերում ամիսներ առաջ կնքվեց Հայաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիր։ Սա ևս ցույց է տալի, որ Չինաստանի հետաքրքրությունը մեր տարածաշրջանի և հատկապես Հայաստանի նկատմամբ ավելանում է։ Չինական ընկերությունների ներգրավվածությունն աշխարհի տարբեր մասերի հաճախ առանցքային ենթակառուցվածքային ծրագրերում նորություն չէ, Հայաստանը բացառություն չէ։ Հայաստանյան հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 3-րդ տրանշի Թալին-Գյումրի գրեթե 42 կիլոմետր երկարությամբ հատվածի շինարարական աշխատանքներն իրականացրել են չինական Sino-Hydro Corporation Limited ընկերությունն ու դրա ենթակապալառու SA Mining LLC ընկերությունը։ Sino-Hydro-ն չինական պետական խոշոր շինարարական ձեռնարկություն է և Չինաստանի էներգետիկ շինարարության կորպորացիայի Power China-ի դուստր ձեռնարկությունը։ Շիրակի մարզում կապսի ջրամբարի կառուցումը տարածաշրջանի համար կարևորագույն ենթակառուցվածքային նախագիծ է։ Ջրամբարը պետք է ունենա 60 միլիոն խորանարդ մետր տարողություն և շուրջ 93.8 միլիոն եվրո արժողությամբ նախագիծն իրականացնում է չինական Shanxi Construction Investment Group Co ընկերությունը, որը Չինաստանի Շանսի նահանգի ամենամեծ պետական ներդրումային և շինարարական ընկերությունն է։ Հաջորդ օրինակը Մասրիկ 1 արևային էլեկտրակայանն է, որը Հայաստանում առաջին խոշոր արդյունաբերական արևային էլեկտրակայանն է, նաև առաջինը Կովկասում, իր 55 մեգավատ հզորությամբ։ Շինարարական աշխատանքներն իրականացվել են հոլանդական ընկերության կողմից, չինական կապալառու China Machinery Engineering Corporation ընկերության հետ համագործակցությամբ, որը պետական սեփականություն հանդիսացող Sinomatch ընկերության դուստր ձեռնարկություն է։ Ֆոտովոլտային մոդուլների մատակարարը նույնպես չինական ընկերություն է՝ Jingo Solar-ը։ Վերջին տարիներին մենք նկատում ենք ինչպես աշխարհի տարբեր երկրներում, այնպես էլ Հայաստանում չինական բրենդների ակտիվություն, հատկապես խոսքը առևտրային հարթակների մասին է գնում, որտեղ չինական արտադրողները փորձում են որոնց միջոցով իրենց ապրանքները ամբողջ աշխարհում իրացնել, այդ թվում Հայաստանում։ Հատկապես խոսքը գնում է AliExpress-ի, Temu-ի, Alibaba.com-ի մասին եւ այս առումով Հայաստանը, այսպես ասած, բացառություն չի, մենք տեսնում ենք այդ ակտիվությունը։ Հայաստանում մասնագիտացված խանութներ ունենք Xiaomi-ն, Haier-ը, Jetur-ը, վերջերս նաև Huntsy էլեկտրոմոբիլները, սակայն ամենից նշանակալին մնում է հայաստանյան 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված Huawei-ի մուտքը, որը թեպետ պաշտոնապես ներկայանում է որպես մասնավոր ընկերություն, սակայն հայտնի են ընկերության կապերը Չինաստանի իշխող կոմունիստական կուսակցության հետ։ Պաշտոնական Երևանը ժամանակին անգամ քննարկում էր Huawei-ի հետ Հայաստանում խելացի տեխնոլոգիաների ներդրման և 5G ցանցի զարգացումը։ 2024 թվականից համաշխարհային առաջատար հիպերմարկետ չինական Թեմուն սկսեց ուղիղ և անվճար առաքումներ իրականացնել դեպի Հայաստան, դառնալով առցանց գնումների կարևոր հարթակներից մեկը հայաստանցիների համար։ Բացի այդ, 2024-ին հայաստանյան երկու բանկ սկսեցին թողարկել չինական ազգային վճարային համակարգի UnionPay International-ի վճարային քարտեր, իսկ Հայաստանի ազգային վճարային համակարգը արկան ստորագրեց փոխընդբռնման հուշագիր UnionPay International-ի հետ ուղղված համագործակցության խորացմանը։ Ի հավելումն վերջերս չինական Alipay Plus-ի և Հայաստանի առաջատար թվային վճարային հարթակ Իդրամի միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր, որի համաձայն Alipay Plus-ի օգտատերերն այսուհետև կկարողանան հեշտությամբ վճարումներ կատարել Հայաստանի հազարավոր վաճառակետերում։ Պետք է նշել, որ սա Alipay Plus-ի առաջին մուտքն է Կովկասի տարածաշրջան։ Վերջին 15-20 տարիների ընթացքում մենք ականատես ենք լինում, որ Չինաստանը պարբերաբար հումանիտար օգնություն է տրամադրում Հայաստանին։ Եղել են տարիներ, որտեղ այդ օգնությունը դրսևորվել է շտապօգնության մեքենաների տրամադրման տեսքով։ Վերջին տարիներին դրանք հիմնականում խոշոր կառուցապատման նախագծեր են։
Չինական մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնությունը Լեռնային Ղարաբաղում ու Ուկրաինայում պատերազմներն էականորեն մեծացրին Չինաստանի տարածաշրջանային հետաքրքրությունները։ Բայց եթե Ադրբեջանում ու Վրաստանում չինաստանյան ներգրավվածությունն արդեն նկատելի է տնտեսության մեջ, ապա Հայաստանում այդ ներկայությունը տակավին փափուկ ուժի տիրույթում է։ Պեկինից եկող ֆինանսավորման մեծ մասը հոսում է մարդասիրական, մշակութային ու կրթական ոլորտներ։ 2016-ից 2018 թվականներին Չինաստանի կառավարությունն ավելի քան 12 միլիոն ԱՄՆ դոլար է ներդրել Երևանում հայ-չինական բարեկամության դպրոց կառուցելու համար։ Այն հարյուրավոր հայ աշակերտների հնարավորություն է տալիս սովորել չինարեն, ստանդարտ միջնակարգ կրթական ծրագրին զուգահեռ։ Դպրոցը, որը նախատեսված էր մոտ 400 աշակերտի համար, այսօր ընդունում է շուրջ 700 աշակերտի, ապահովելով չինարեն լեզվի խորացված ուսուցում։ 2024 թվականի սեպտեմբերին Չինաստանի ֆինանսավորմամբ մոտ 26 միլիոն դոլար սկսվեցին Հայաստանի հանրային հեռուստաընկերության համար նոր եւ հայաստանյան ամենամեծ մոտ 1000 քառակուսի մետր մակերեսով հեռուստատեսային տաղավարի կառուցման աշխատանքները։